Հարգելի գործընկերներ, վերջին ծրագրին ուզում եմ հատուկ անդրադառնալ, որովհետև իհարկե այս թեմային նախկինում էլ անդրադարձեր ունեցել ենք եւ վերջերս նաեւ առիթ ունեցել եմ, քանի որ գտնվում է Իջևանում եւ այս ծրագրից բնակիչների արձագանքը շատ դրական է, որովհետև գործնականում մարդիկ տեսնում են կոմունալ ծախսերի էական կրճատում։ Ես հիմա ճիշտ է, չեմ կարող ասել, մենք շրջակա միջավայրի նախարարությունում էր ծրագիրը, ճիշտ եմ հիշում, չէ՞։ Այդ ծրագիրը էներգոարդյունավետության ծրագիր ունեցել ենք, ավարտվել է, պարոն վարչապետ։ Դե ես հենց այդ եմ ասում, որ մեզ պետք է գտնել ձև շարունակել այդ ծրագիրը եւ ընդհանուր առմամբ, երբ որ մենք խոսում ենք էներգետիկ վերափոխման մասին, այս մասնավորապես բնակարանների էներգոարդյունավետության բարձրացումը էներգետիկ վերափոխման եզրափակիչ փուլն է եւ հիմա ընդհանուր առմամբ մենք պետք է մտածենք, արդեն ես խնդիրը դրել եմ, ես էլ եմ նայում, թե մենք միջգերատեսչական ինչ ձևաչափ կարող ենք ունենալ, որպեսզի ապահովի էներգետիկ այս տրանսֆորմացիան, որը վերաբերվում բոլոր փուլերին, արտադրական հզորությունների դիվերսիֆիկացմանը եւ արդյունավետության բարձրացմանը, այստեղ իհարկե կուտակիչ կայանների ենթակառուցվածքը շատ էական եւ կարեւոր է, էլեկտրական էներգիայի տեղափոխման արդյունավետությանը, իհարկե նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության ձևերի բազմազանեցմանը եւ իհարկե շատ կարեւոր է էներգախնայողության ծրագրերը, որը էներգիայի խնայողություն, որ ասում ենք խնայողություն, դրանից տպավորությունն է, թե մենք ավելի սառը բնակարաններ պետք է ունենանք, բայց դրա մասին չի խոսքը, ընդհակառակը պետք է ավելի տաք բնակարաններ ունենանք, ավելի քիչ էներգետիկ ռեսուրսի ծախսմամբ։ Բայց հիմա այս ծրագրի արձագանքները լսելով, իհարկե որոշ դեպքերում մենք որակի հետ կապված խնդիրներ ունենք, մասնավորապես Դիլիջան, որ այցելել ենք, շենքերից մեկի պատի հետ կապված խնդիր կար, ելնում ենք այն կանխավարկածից, որ ծրագիրը բնականաբար պետք է բարձր որակով արվի, բայց նաև իմ արձագանքը հետևյալն է, որ այս ծրագրով մենք ներդրված գումարը մենք գործնականում ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը, ուղիղ, առանց չափազանցության, դա տարիների ընթացքում։ Եվ ես հիմա տեսնում եմ, որ մենք հետևյալը պիտի անենք եւ միջգերատեսչական համագործակցությունը այստեղ էլի կարեւոր է, որ մենք պետք է նայենք հանրապետությունը, մենք քանի պանելային շենք ունենք, որոնք սեյսմիկ խնդիր չունեն եւ մեր պլանն է, որ առաջիկա 50 տարում այդ շենքերը լինելու են եւ շահագործվելու են որպես այդպիսին։ Եվ մենք խնդիր պետք է դնենք բոլոր պանելային շենքերը էներգա արդյունավետության այս ծրագիրը իրականացնենք եւ ելի եմ ասում, մենք այո պետք է ֆինանսավորենք, բայց նաեւ դրանով մենք ուղիղ մարդկանց այդ ընտանիքների գրպանը կամ ընտանեկան բյուջեում կոնկրետ ներդրում ենք անում եւ նաեւ էներգոարդյունավետության խնդիրն ենք լուծում, բայց դա իմ ընկալմամբ միջգերատեսչական կամ որևէ ֆորմատով աշխատանքային խմբի գործունեության մի փոքր հատվածը պետք է լինի եւ ընդհանրապես էներգետիկ տրանսֆորմացիան, ինչպես մենք արձանագրել ենք Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի մեջ, պետք է լինի մեր աշխատանքի ամենակարևոր ուղղություններից մեկը եւ իհարկե մեզ անհրաժեշտ է նաեւ ուսումնասիրել այն փորձը, որը արդեն կա։ Մասնավորապես Գերմանիայի Դաշնություն նախորդ տարեվերջին իմ կատարած այցի ընթացքում մենք այդպիսի մի այց ունեցանք, որը ամբողջությամբ բնակելի մի հատված էր, ըստ էության նոր կառուցված կամ մասամբ նոր կառուցված թաղամաս, որը ամբողջությամբ հենված է էներգետիկ նոր տրամաբանության վրա եւ էներգիայի, իմիջիայլոց էներգետիկ վերափոխման տրամաբանության մեջ, օրինակ իրերի ինտերնետը եւ խելացի բնակարանների տրամաբանությունը շատ էական նշանակություն ունի, որովհետեւ մենք չգիտենք ընդհանուր պետական գերատեսչության շենքերում մենք մեծ ծավալով էլեկտրաէներգիա ենք ծախսում, որի կարիք չկա, բնակարաններում էլ, ասենք սարքեր եւ լամպեր, որոնց կարիք չկա, մոռանում ենք, տենց կարան նույնիսկ օրերով միացրած մնան։
եւ դա չի կառավարում։ Ես սրա համար եմ ասում, որ այս բոլոր կոմպոնենտները պետքա դրվեն եւ զուգահեռ Հայաստանում պետքա զարգանա եւ նաեւ իրերի ինտերնետը պետքա էականորեն զարգանա, որ արդեն աշխարհում կա, այսինքն բնակարանում կենցաղային սարքերի հերրավար կառավարման հնարավորություն, ասենք դուս ես եկե օրինակ օթորակիչը մոռացել ես անջատել, գնացել ես 200 կիլոմետր հեռու ես։ Այսինքն նման բաների վրա այնքան էլեկտրաէներգիա ծախսվում, որ եթե այդ չծախսվի, շատ էական գեներացիա կապահովի։ Այսինքն մենք մտածում ենք անդադ եւ ճիշտ ենք անում, պետք է մտածենք նոր էլեկտրաէներգիայի արտադրության կարողություններ ունենալու համար, բայց մեր աչքի դեմ այդ էլեկտրաէներգիան արտադրվում է եւ կորում է եւ մենք երբ որ այդ խնայողության ռեժիմները դնենք, այդ խնայողությունը լավ չի ինչու, այս տպավորությունը թե պետք է բան անենք, էլի կճմտենք, որ չօգտագործենք, ուրիշ բառապետ, արդյունավետությունը բարձրացնելով մենք շատ մեծ էֆեկտների կարող ենք հասնել, մանավանդ այսօրվա միջավայրում, երբ որ մեր ներդրումային ծրագրերով մեզ գնալով ավելի ու ավելի շատ էլեկտրական էներգիա է պետք լինելու, բայց ամեն դեպքում դա եւ ընդ որում տնային ընտանիքների բյուջեներից արվում են ծախսեր, որ չի հաշվարկվում, ոչ մեկ չի հաշվարկվում։ Այսօր մենք խոսում ենք բարեկեցության մասին, աղքատության մասին։ Մենք չգիտենք մեր տներում ինչքան սարք անիմաստ միացրած մնաց եւ մենք մի ամիս, 2 ամիս, 3 ամիս, մի տարի, 5 տարի, 10 տարվա ընթացքում ինչքան փող դրա համար ավել գնաց։ Երբ որ հաշվարկ արվի, կարող մի հատ մեծ կլորիկ գումար է ձևավորվելու։ Չի կարա այդպես չլինի, չի կարա բացառված է, որ այսօր համատարած այդ խնդրեմը կա։ Եվ միշտ էլ եղել է։ Այսինքն էներգետիկ տրանսֆորմացիա ասելով ես այս նկատի ունեմ, որ էներգիայի մասին մեր պատկերացումները էականորեն պետքա փոխվեն։